Չկա հայը, չկա հայկական հարցը։ 1878 թվականին ռուս-թուրքական պատերազմից հետո, որն ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով, Սան Ստեֆանոյում կնքվեց պայմանագիր, որի 16-րդ կետը վերաբերում էր հայկական հարցին։ Դրանով հայկական հարցը առաջին անգամ դուրս եկավ միջազգային հարթակ։ Արևմտյան Հայաստանի տարածքում ապրում էին հայեր, սակայն Օսմանյան տիրապետության տակ եւ բնականաբար նրանց իրավունքները ճնշված էին, նրանք վճարում էին ավելի շատ հարկեր եւ առկա էին բազմաթիվ խնդիրներ, որոնք ձևավորում էին հայկական հարցը։ Եվ Սան Ստեֆանոյի 16-րդ կետը ենթադրում էր բազմաթիվ փոփոխություններ ի օգուտ հայերի, եւ որոնք պետք է վերահսկվեին Ռուսաստանի կողմից։ Սակայն Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերականգնվեց Բեռլինում, ձեռք բերված բազմաթիվ պայմանավորվածություններ փոփոխվեցին ի վնաս հայերի։ Այլևս խոսք չէր գնում հայերի ավտոնոմիայի կամ իրավունքների բարելավման մասին, եւ ամեն ինչ միայն վատթարանալու էր։ 1894-ից 96 թվականներին տեղի ունեցան խոշոր զանգվածային կոտորածներ հայերի, քրիստոնյաների։ Շրջանում իհարկե այնտեղ ապրող հայերի կողմից եղել են բազմաթիվ ապստամբություններ, ֆիդայական շարժումներ, ձևավորվել են կուսակցություններ, ինչպիսին են հնչականները, հայ հեղափոխական դաշնակցությունը եւ արմենականները, բոլորի նպատակը մեկն է եղել՝ միավորել հայերին եւ կարողանալ լուծում տալ հայկական հարցին, սակայն ցավոք սրտի չի եղել որևէ վերջնական միավորված ուժ, որը կկարողանար այս հարցը լուծել։ Արդեն 1908 թվականին Աբդուլհամիդ II-ի իշխանությունը ավարտվում է, տեղի ունենում հեղափոխություն եւ իշխանության գլուխ են գալիս երիտթուրքերը, ովքեր սկզբում հանդես էին գալիս ավելի ժողովրդավար գաղափարախոսությամբ, ինչը ստիպում է հայերին հավատալ, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ է ընթանալու։ Սակայն ընդամենը 1 տարի անց Ադանայի ջարդերով գալիս են առաջին ազդանշանները, որ մեզ սպասվում է ավելի վատ պատմության ընթացք։ Երիտթուրքերի պլանները շատ ավելի վատն են եւ նրանք առաջ էին տանում պանթուրքիզմի գաղափարը։ Արդեն 1914 թվականին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, շատ ավելի խառը եւ լարված աշխարհաքաղաքական իրավիճակ։ Թուրքիան ակնկալում էր առնվազն այնտեղ ապրող հայերի աջակցությունը թուրքական բանակին, ոչ միայն ֆիզիկական ծառայության առումով, այլև գործակալական ծառայության, այս ուղղությամբ որևէ համաձայնության չգալուց հետո դա Թուրքիայի կողմից դիտարկվել է որպես դավաճանական քայլ եւ հենց Մեծ Եղեռնի առաջին փուլը իրենից ենթադրում է 60,000 հայ տղամարդկանց օսմանյան բանակ զորակոչելը, այնտեղ նրանց զինաթափելը եւ նրանց սպանությունը։ Երկրորդ փուլով կիզակետում էին մտավորականները եւ քաղաքական գործիչները եւ ապրիլի 24-ին արձակվեց հրաման, որով մեծ խումբ մտավորականներ եւ քաղաքական գործիչներ կամ սպանվեցին կամ աքսորվեցին։ Հենց այդ օրը մինչեւ այսօր նշվում է ցեղասպանության հիշատակի օրը։ Այս ամենին հաջորդելու էր հայերի տեղահանությունը եւ աքսորը դեպի Միջագետքի անապատներ, ինչը իրենից ենթադրում էր արդեն ցեղասպանության 3-րդ փուլը։ Իհարկե Օսմանյան կայսրությունը ներկայացնում էր, որ այդ բռնագաղթը արվում է խաղաղ բնակիչների անվտանգությունը ապահովելու համար, սակայն բոլորս էլ գիտենք, թե ինչպես է ընթացել այդ գաղթի ճանապարհը։ Բռնագաղթվածներին սպասվում էր սովամահություն, թալան, սպանություններ, բռնաբարություններ եւ այս ամենը պարզապես թաքնված մահվան դատավճիռ էր։ Առաջին աշխարհամարտի առկայությունը պարզապես լավ քողարկող հանգամանք էր, որպեսզի Օսմանյան կայսրությունը կարողանա այդ ժամանակահատվածում իրականացնի իր վաղուց պլանավորված հայավոչնչացման ծրագիրը։ Ցավոք առաջին համաշխարհային պատերազմից հետո գերտերությունները իրենց պետական շահերին համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերեցին, իսկ մեր հայերի երազանքը մեկ միասնական հայրենիքում ապրելու մնաց անկատար։ Չնայած նրան, որ բազմաթիվ գերտերություններ, այդ թվում եւ պատերազմում Թուրքիայի դաշնակից Գերմանիան որակել են եղածը որպես ցեղասպանություն, մինչեւ այսօր Թուրքիան հրաժարվում է ընդունել կատարվածը եւ չի որակում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն։